Բարի եկած եք սիրելի քույրեր եւ եղբայրներ, ողջունեմ ձեզ եւ ուրախանամ, քանի ամեն անգամ որ կհավաքենք, կփառաբանենք Տիրոջ անունը, կվայելենք իրեն օրհնությունները, կվայելենք իրեն փառքը, կվայելենք իրեն պահպանությունը, շնորհքը, սերը։ Եկեք սատանային հետ չխոսելով եւ անոր հարցումներում պատասխան չտալով հաղթենք չարին, ինչպես որ Հիսուս հաղթեց սատանային եւ սատանան փարիսեցիներուն փեռնով գսեր եթե Աստված ես խաչեն իջիր, բայց Քրիստոս իրենց պատասխան չեր տար։ Եկեք սկսենք այս գեղեցիկ օրը ոտնգայս հարցացնելով մեր Տիրոջ դերնական աղոթքը եւ խնդրելով իր ներկայությունը մեր կյանքի բոլոր հանգրվաններում մեջ։ Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Եկեք սիրելիներ սրբությամբ փառաբանենք Տիրոջ, քանի իր զավակին արյունով մեր մեղքերը սրբեց եւ Սուրբ Հոգիի զոհությամբ մեր հոգիները մաքրեց։ Սաղմոս 18-րդ համարի մեջ կգարտանք հետևյալը. Իմ հանդերձներս իրենց մեջ կբաժնեմ ու պատմուջանից վրա վիճակ կցկեմ։ Սա է Հիսուսի երկրավոր ամբողջ ունեցվածքը։ Նա գադարյալ կյանք ապրեցավ այս աշխարհի մեջ եւ փամը չթողեց հանդերձներեն զատ։ Անհավատները գսեին,
Իջիր խաչեն եւ ցույց տուր, որ Աստծո որդին ես։ Բայց մենք սիրելներ գավադանք իրեն, քանի անմնաց խաչին վրա եւ յետք հարությունը։ Եկեք մեծարենք, քովերտենք մեր Տիրոջ, քանի իրմով փրկվեցանք, քանի անմեզ համար սողվեցավ եւ իր կյանքով մեզ նոր կյանք տվավ։ Ամեն։ Անունը
որովհետեւ մեզի ընթերցե 22-րդ Սաղմոսը 22-րդ համարեն մինչև 31-րդ համար, որում մեջ կտեսնենք Աստծո զորությունը եւ իշխանությունը աշխարհի բոլոր ժամանակաշրջաններում մեջ։ Անորը որ твое ողջույնը քո ամեն։ Կողություն պիտի երկեն, կողությամբ երկում։ Քո անունդ եղբայրներուս պիտի պատմեն։ Ժողովի մեջ քեզ պիտի կովեն։ Ով դերոճմե վախցողներ, կովեցեք զանիգա։ Ով Հակոբի զավակներ, հարավորեցեք զանիգա։ Վախցեք անգել, Իսրայելի զավակներ։ Վասնզի չանարկեց ու չկմահարեց դարաբյալին դարավանքը ու երեսը անգել չդարձուց։ Հապա իրեն կանչած ադենս լսեց։ Քեզ մոտ պիտի ըլլա իմ կողությունս մեծ ժողովին մեջ։ Իմ ուխտերս անգե վախցողներուն արջև պիտի կատարեն։ Գնանքները պիտի ուտեն ու գշտանան։ Դերը պիտի կովեն զանիգա տնտրողները։ Ձեր սրտերը հավիդյան պիտի ապրին։ Պիտի հիշեն ու դերոջը թարնամ երկրի ամեն ձայներեն։ Ու քու արջևդ երկրվակություն պիտի անեն ասկերուն տողմերը։ Վասնզի թագավորությունը դերոջն է, ու անգը դիրե ասկերու վրա, երկրի բոլոր հպարտները երկրվակություն պիտի անեն, ամեն հող իշնող ձունք պիտի գտնե անոր արջև, ու անա, որ իր անձը չի գրնար ապրեցնել, զավակը պիտի ծարայի անում, դերոջը վրայով պիտի պատմվի, հաջորդ ծերունդի մեջ, անոր արդարությունը պիտի պատմեն, այն ժողովուրդին, որ պիտի ծնանին, թե այս բանը անգադարեց։ Ամեն։ Ամեն։ Դեր օրհնի կուտալար։ Դիրոջմով ուրախանանք, հիշելով Աստծո արդարությունը, փառքը, երկրպագությունն ենք, քանի իր սիրողներուն կբահե, ամպարիչներուն ցերքեն կփրկես անոնք։ Դերը գադարեց իր բոլոր խոստումները, նա մեզ փրկեց, սրբեց, ազատեց չարեն, եւ նոր կյանք, նոր հույս տվավ մեզ։ Երկենք, գհավատանք դեր, քանի դու չես փոխվիր բնավ, չես ուշանար բնավ, եւ դազատակես մեր չարեն։ Ամեն։ Parkezine
հասցնե մեր Տիրոջ, որպեսզի հաստատ մնանք մեր հավատքի մեջ եւ Հիսուսի հարությունը պայքարը լա մեր հավատքի կյանքի մեջ։ Ամեն, հալելույա։ Հալելույա, հալելույա, օգնյալ ես Տեր, փառավորյալ ես Հայր, շնորհակալ ենք Հայր քո մեծությանդ եւ զորությանդ համար։ Շնորհակալ ենք Հայր, որ դու ես մեր Աստվածը, մենք ենք քո որդիներդ։ Շնորհակալ ենք Հայր, որ դու մեզի տված ես հարության զորությունը։ Շնորհակալ ենք Հայր, որ մենք կգոյատևենք եւ գաբրինք քո զորությամբ։ Շնորհակալ ենք Տեր, որ մեր մեջ կորձողը եւ ապրողը միայն դու ես։ Ահավասիկ Տեր այս դերունական օրվան մեջ, այս պաշտամունքին մեջ ուկանք եւ կհրճագենք, որ դու ես մեր Տերը եւ Տակավորը։ Շնորհակալ ենք, որ մեզ փրկեցիր, նոր կյանք եւ նոր հույս տվիր եւ անիկա եւ պատճառը մեր կյանքին գոյատևելուն, մեր այս երկրի վրա ապրելու հույսը, հավիտենականության ուրախությունը։ Տեր Հիսուս եկուր այսօր ամեն մեկուս հոգին մեջ, ամեն մեկուս սրտի մեջ, ամեն մեկուս կյանքին մեջ նոր զորություն, նոր հույսը հաստատե մեր մեջ, որովհետեւ մենք շարունակենք այս ընթացքը, այս երկրի վրա, այս հույսով, այս նոր կյանքով, հավիտենականության ապրումներով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեզի համար արդեն անցար մեր անցած ճանապարհին եւ բացիր մեզի այդ հաղթությունը եւ շնորհեցիր մեզի այս հարության զորությունը։ Ահավասիկ Տեր այսօր քո հունակ սրտով կգանք ու ներկայությանը դարձել եւ գսենք Հայր, եթե որ գաբրինք ու զորությամբ դե որ գաբրինք, եթե որ կոյադևենք, քեզի համար մի կոյադևենք Տեր, քո փառքդ եւ քո անունդ մեծարելու։ Փառքը քեզի, օրհնե մեզի Տեր, օրհնվիր այս պաշտամունքի մեջ եւ միայն Թուն փառավորվի Հիսուսի անունով Հայր։ Ամեն։ Ամեն դերորդենք ու տալին։ Մարդկային միտքը անգարող է ընտրնել այն խոնարհությունը, համբերությունը, սերը, որ Հիսուս ցույց տվավ իր ամբողջ կյանքի ընթացքին եւ մանավանդ իր մատնվելեն ետքը։ Բայց ան լրեց եւ ոչ թե միան լրեց, այլ աղոթեց իր հորը, որպեսզի թողու անոնց այդ մեծ հանցանքը, որովհետև ան եկած էր, որպեսզի մեղավորները փրկե, իր անձը փրկանք տալով անոնց համար։ Եկեք սիրելիներ ասենք, երգենք ուսենք, երբ հարության առավոտներ բոլոր զարմացած էին, երկինքը, երգիրը, ամբերը, արեքակը, նույնպես Պետրոս զարմացած էր։ Aravote
կրնա հասկանալ ու նկարագրել անվիշտը, երբ Հիսուս նկատեց, որ հայրը իր երեսը դարձուց անգե եւ անստիպեցավ աղաղակել Աստված իմ, ինչու զիս տողուցիր, թեև հայրը պատասխան չտվավ, բայց ան գիտեր, եւ մենք ալ գիտենք, թե ինչու թողվեցավ, քանի ան մեր զզվելի մեղքերը իր վրա առավ, մեր բոլոր դժվարություններու մեջ միակ փրկությունը եւ վեմը ինքն է, մեր կյանքի ամրոցը, հույսը, հաղթությունը, սերը եւ բարի խոսքը ինքն է։ Ասենք, քեզ կհավատանք Տեր Հիսուս, կփապակենք քու բարի խոսքը Սուրբ Հոգին միջոցով։ Քեզ կսիրե ու չէիր հավատար այս բարի լուրին ու քու փրկությանդ ավերիսին, եկուր հիմա խոնարհիր ու հավատքի աչքերով նայե խաչյալ Հիսուս Քրիստոսին ու փրկվե, որովհետեւ դու մեղքերու թողությունը ստանաս եւ հավիտենական կյանքը շարքես բոլոր սուրբերուն հետ երկնքի մեջ։ Մեր վերջին երգով փառք մեր Տիրոջ, ասելով Սուրբ Հոգին Հբիր իմ հոգվույս, լուսավոր եմ ինքս, լեցուր իմ սիրտը փարությամբ, փառք ես Տեր Հավիտյան։
Դուքներս երներ անհոր եւ որդու եւ քույսը ամեն մեր բրգիչը մեր արարիչը մեր փառք ու բադիվը ու կան այսօր երկրպագություն գնենք ու աջևը եւ խոստանանք որպես իլան մեգական հավատացյալներ եւ հետեւողներ քու փառքիդ համար շնորհակալ ենք Տեր որ դու միշտ հետևի դու մեզի միշտ հույս կտաս շնորհակալ ենք Տեր որ դու փնավ չես փոխվիր գիտենք որ մենք դգար ենք բայց քու ցերկը միշտ մեր վրա է օրհնե Տեր բոլոր ներկաները եւ բացականները եղիր իրենց լույս հույս խաղաղություն որպեսի խոնարհին եւ հավատան քու բրկությանը ավելիսին օրհնելով օրհնե մեր պատգամապեր եղբայրը դուր իրեն վերին իմաստություն փոխանցելու համար քու սուրբ խոսքը փառք ու բադիվ մեր հորը որդվույն եւ սուրբ հոգվույն եւ շնորհակալություն սուրբ երրորդության մեծ բրկության ծրագրին համար այսօր եւ հավիտյանս հավիտենից ամեն այո սիրելիներ Ստայն որ անամբեր սպասեք Աստծո խոսքը, որ մեզ այսօր պիտի փոխանցե եղբայր Լևոնը, բարեկազը եղբայր Լևոն, կամեցեք։ Ողջունեմ բոլորիդ եւ մեծ ուրախություն է եւս մեկ անգամ ձեր մեջ լալը։ Ուրախ եմ տեսնելու ձեր ջերմերամտությունը, ձեր ողջերվածությունը Տիրոջով եւ ինչ որ դուք կփոխանցեք, դա ընդունված է։ Մարդիկ գնային ինչ կնենք։ Եվ եթե մենք ունենք այդ հրգության ուրախությունը Մարդին ինչպես պիտի տեսնեն Հիսուս Քրիստոսին։ Այո Աստված քարերին արցեն կան բայց այդ օրհնությունը որ մենք կրնանք վայելել իրեն փոխանցելով բաց չցկենք։ Ուրախ եմ այս արեքին համար։ Մինչև հիմնական հատվածը ընթերցելը պատմությունը կուզեմ հիշեցնել որ կրնալ աշխատելուց հայտնի է եւ ծանոթ է Հովսեփին 5 դատարանը Երդասարդ, որ իր հայր իրեն շատ կսիրեր, բայց ինքը մինակ չէր ուներ եղբայրներ, իրենք շատ էին։ Հայրը կսիրեր, բայց եղբայրները կնախանցեին, չէին սիրեր։ Եվ այդ նախանցեն թրթված ինչ լինի իրենց տրգության վաճառեցին։ Զրկելով արժանապատվութենեն եւ ազատութենեն, օդար երկիր հայտնվեցավ եւ ծառայեց Փարավոնի Պետապրեսի տան մեջ։ Ինչպես ստրուկը, բայց այդ ամբողջ ընթացքին հավատարիմ մնաց Աստծուն։ Այդ ժամանակ երբ որ թվում էր, որ ամեն ինչ լավ էր, Փարավոնը հավնած էր, Հովսեփը գմեսնար եւ Փարավոնի աչքի տակ շնորհք ունենար, Փարավոնի կինը իրեն մեղադրանք ներկայացուց, փորձեց քաշել իրեն ամբողին։ Եվ Գիտենք, որ Հովսեփը այս կայտակության չի գնաց։ Սա ինչպես կրնամ այս մեղքը գործել Աստծո առջև։ Սա հավատարմություն է։ Եվ երբ որ մեղադրանք ներկայացուց գինը Փարավոնը Հովսեփին բանտ նետեց։ Բայց բանտ նետեց հանցանքի համար որ նա չէր կատարած։ Նա չէր կատարած, նա ունի մեր այդ հարցի մեջ։ Եվ Հովսեփ բոլոր բաժանները ուներ իրեն լքված զգալու։ Բոլոր բաժանները ուներ վատ վերաբերմունք ցույց տալու, մեղանչելու, հայույելու եւ անհույսը զգալու։ Սխալ բան չէր ըրած, բայց անարդարության ենթարկվեց։ Բայց ամենայնիվ ուրախալի փաստն այն է, որ իր դարաբանքի միջոցով Աստված աշխատում էր։ Աստված կգործե եւ միշտ կգործե յուրաքանչյուր դժվար բարակայի մեջ։ Մենք կրնալա չի հասկանանք, բայց դեռ չի դատարել գործել են։ Նախապատրաստում էր մեծ նպատակի համար, որ իր վերջը կփրկեր բազմաթիվ կյանքեր, եւ պատմությունը նայելով գիտենք, որ Աստված օգտագործեց Հովսեփին
երաշտի դարիների ժամանակ սնունդ պահելու եւ շատ մարդոց համար սնունդ հայթայթելու իր իմաստության օրասկիզմեն ուներ։ Պատկերացրեք, ստրուգեր հիմա երկրի երկրորդ թեմքն է։ Այսպես կաշխատի Աստված։ Դարաբանքներում ինչ որ մենք չենք հասկնար եւ այն նույն եղբայրները, ովքեր որ թավաճանել էին, եկան եւ Հովսեփը փոխանակ վրեժ լուծեր։ Ծննդոց 50-20-ի մեջ կգարտանք։ Ասավ, ինչ վերաբերվում է ձեզ, դուք չարիք նկատի ունեիք իմ դեմ, բայց Աստված դա նկատի ուներ բարու համար, որովհետեւ շատ մարդիկ կենթանի մնան այնպես ինչպես այսօր են։ Եվ Հովսեփի պատմությունը մեզ հիշեցնե, որ դարաբանքը անիմաստ չէ։ Աստված նպատակ ունի, նույնիսկ անարդար դարաբանքների դեպքում։ Բայց Հովսեփի պատմությունը ավելի մեծ բանի ստվեր էր Հիսուս Քրիստոսի դարաբանքի։ Նորեն պիտի վերադառնանք Պետրոս Արաքյալի նամակին։ Երբ որ նայենք Պետրոս Արաքյալի նամակը, նախորդ անգամներուն ալ խոսած եմ եւ ասած եմ, որ այս նամակը գրված է դարաբանքի մեջ գտնվող քրիստոնյաներուն։ Եվ այն հատվածը, որ պիտի ընթերցենք, Պետրոս Արաքյալը իր խոսքը գուղե քրիստոնյա ծառաներու, քրիստոնյա ստրուկներու։ Եվ գիտենք, որ եթե նայենք պատմությանը հռոմեական գայսության ժամանակ շատ դարացված էր։ Շատ քրիստոնյաներ ստրուկներ էին։ Քիչ իրավունքներ ունեին։ Եվ այնպիսի պայմաններում մեջ կապրեին, որ նրանք վշտանալու իրավունք ունեն։ Նրանք իրենց ազատկամք չունենալով ստիպված էին անել ինչ որ իրենց դերը իրենց սկսեն։ Շատ դաժան էր, բայց Պետրոսը չի հրամայած ապստամբել իրենց դերերու թեմ։ Փոխարենը Քրիստոսի օրինակը ցույց տված է իրենց եւ կվերադառնանք այս օրինակին։ Ինչու համար կարևոր այս նամակը, եթե ասենք, որ Պետրոսը խոսած է ստրուկներու հետ։ Մենք ստրուկներ չենք աշխարհի մեջ։ Ստրուկներ չենք ինչ որ մեկու։ Մենք ստրուկներ ենք Հիսուս Քրիստոսի։ Հալելույա։ Բայց մենք միևնույն ժամանակ այս կյանքի ընթացքում կաշխատենք։ Ունենք ղեկավարներ, ունենք դնորեններ, ունենք մեր կողքին մարդիկ, ովքեր որ մեզի գարաշնորհեն, որոնց որ պատասխանատու ենք։ Եվ հնազանդությունը կարևոր է։ Ունենք իշխանություն, եւ հնազանդություն իշխանության նորից կարևոր է։ Եվ Պետրոս Արաքյալը երկրորդ գլխի մեջ երբ որ գխոսի առաջին նամակի կբերի այս հնազանդության օրինակը։ Եթե առաջին մի քանի համարների մեջ, առաջին գլխի մեջ խոսած է ինչպես պիտի վերաբերվենք մենք որպես քրիստոնյաներ Աստծո առջև, հիմա օրինակը կբերի, թե ինչպես պետք է ապրենք մարդոց առջև։ Ինչ պետք է ունենք որպես օրինակ, որ հեթանոսները մեր բարի գործը տեսնելով փառավորեն Աստծուն։ Երկրորդ գլուխ 11-12 համարները եւ այնուհետեւ ուղղակի գսե հնազանդվեցեք։ Դարաբանքի բնական պատասխանը սիրելի եղբայրներ հագահարվածն է։ Վերջերս ապրիլ 24-ը 1915 թվականին մինչև այսօր 110 տարի անցած հայերը հիշեցին այն ինչ որ դարներ առաջ եղած էր։ Եվ ճայրով երթի ժամանակ նշանաբանը խոսքը սա էր. Զարկ եք քեզ հալածում եմ։ Հասկանում եմ ժողովրդի ցավը։ Նույնպես այս մարդիկ այդ իրավունք ունեին, բայց Աստված մեզ դա չի սովորեցներ։ Այո, դարաբանք անցած ժողովուրդ ենք, դժվարություն տեսած ժողովուրդ ենք եւ մինչեւ այսօր կտեսնենք, բայց պիտի սովորենք նայել Հիսուս Քրիստոսի օրինակին։ Ամեն, հալելույա։ Մենք սորված ենք ասելու, որ Հիսուս Քրիստոսի կյանքը մեզի համար օրինակ է, բայց շատ քիչ կսենք, որ Հիսուս Քրիստոսի մահը մեզի համար օրինակ է։ Շատ քիչ անդրադարձած ենք այս հարցին։ Սա ոչ պակաս կարևոր է։ Եվ այսօր այդ հատվածը, որ պիտի կարդանք, պիտի նայենք Հիսուս Քրիստոսի դարաբանքի օրինակին։ Եվ թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսի դարաբանքի օրինակը մեզ ուղղություն ցույց տալ, ինչպես պիտի վերաբերվենք դարաբանքի ժամանակ։ Երբ մեզի կհալածեն բանի համար, որ մենք արժանի չենք, այսինքն դարաբում ենք անարդարությամբ։ Մենք սխալ չենք գրած, բայց կդանչվենք։ Ստրուկները մեղք չունեին, բայց կդանչվեին։ Հովսեփը սխալ չէր գրած, բայց դարաբանքի ենթարկվավ։
Եկեք ընթերցենք միասին առաջին Պետրոս երկրորդ գլխեն 21 համարեն 25 համարները։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն է ձեզ համար չարչարվեց, եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք, նա մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում, նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին, նա մեր մեղքերն իր մարմնով խաչապայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, դուք նրա վերքերով բժշկվեցիք, որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր ոգիների հովիվն ու տեսուչը, ամեն։ Պետրոսը հիանալի գերբով խոսի այս մարդոց հետ, և 21-րդ համարի սկիզբը կտեսնենք գսե, որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, կոչում կանչվածություն։ Ինչի մեջ կանչված ենք քրիստոնյաներս։ Համը գա, որ մենք շատ քիչ նորեն անդրադարձած ենք, կանչված ենք չարչարվելու։ Չարչարվել բարիք գործելու համար, սա կոչում է, սա Աստծուց տրված կոչում է և կանչված ենք բարիք գործելու համար չարչարվելու։ Եթե նայենք առաջի Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 3-րդ համար, որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված, աշխարհի սկիզբեն ի վեր։ Պողոս առաքյալը դարբեր նամակներում է, Պետրոս առաքյալը գսել, որ նախասահմանված ենք, այո, Աստված գիտե ամեն բան, Աստված ծրագրած է ամեն բան, երբ որ գսե սահմանված ենք, ամենասկիզբեն Աստված որոշած է, որ մենք բարիք գործելու համար պիտի չարչարվենք։ Դարաբանքը օդար չէ, օդար չպետք է համանենք։ Ֆիլիպեցիս 1:29 Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց, ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար։ Հետաքրքիր բառեր, շնորհ ծրի բարգև։ Ձեզի շնորհ դրվեց ոչ միայն հավատաք, ձեզի նվեր դրվա, որ դուք չարչարվեք։ Պատկերացնենք լրջություն այս հարցին։ Մենք կներվենք, երբ որ դարաբանքի մեջ ենք։ Մենք մեկ անգամ ենք հասնվենք, երբ որ դարաբանքի մեջ ենք։ Չարչարվելը, դարաբիլը, համը չէ, որ գրնա ալլալբադայի, կամ 50-50 է։ Մենք կտեսնենք, որ դարաբիլը խոստացված է։ Պախուստ չի գա։ Ինչու՞։ Որովհետև եթե Հիսուսին, մեր վարդապետին, մեր առաջնորդին, մեր Աստծուն չարչարեցին, որպես աշակերտներ, ուսուցչից տարբերություն չկա։ Եթե ուսուցիչը չարչարվավ, աշակերտը ևս պիտի չարչարվի։ Եվ շատ քիչերը կխոսին այս մասին։ Երկրորդ Տիմոթեոս 3:12 գսի եւ բոլորը, ովքեր կամենում են Աստված պաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Եթե չունենք խնդիրներ, գրնանք հարցականի դակ թնել մեր Աստված պաշտության կյանքը։ Աստծո խոսքը գսե սա։ Ինչքան քիրքեր կան, ինչքան բրոշուրներ կան։ Տեսած եք, որ կխոսին, որ կանչված են չարչարվելու։ Կան շատ քիրքեր, որ կխոսին նվեր է չարչարվելը։ Չկան։ Շատ քիչ են։ Քանի մեզի հաճելի չէ։ Եկեղեցիներ, մարդիկ, քարոզիչներ կքարոզեն փառքավաճման ավետարաններ, ամեն ինչ լավ գիտել է, այդ Հիսուս Քրիստոսի հետ ես։ Ամեն։ Այո, լավ գիտել է, բայց ոս չէ։ Մենք ակնկալիք պետք է չունենանք, որ հոս ապրելով, այս աշխարհի վրա ապրելով, անարդար աշխարհի վրա ապրելով մենք արդարություն պիտի տեսնենք։ Քրիստոս ինչ որ պետք է երած է արդեն։ Եվ այս աշխարհի եղած Պողոս առաքյալ գսե չնչին եւ ժամանակավոր նեղությունները գալիք բարքի հետ չեն համատվի։ Հնարավոր չէ։ Եվ երբ որ ասում ենք կոչվեցիք, երբ որ Պետրոս առաքյալը այս բառը օգտագործե, այս բառը բնօրինակի մեջ ցույց կտա կանչվածության աստվածային ընտանը։
Աստծո մեկ ոչում է, մարդուց մեջ է։ Երբ որ Աստված կանչում է մեղավորին փրկության, համադեր կանչում է չարչարվելու արդարության համար։ Առանց ինչի կանչեր։ Եթե Տերը կանչած է ինձ եւ քեզ, որ մենք փրկվենք, ուրեմն կանչած է որ չարչարվենք։ Բայց մենք փախնել կուզենք, երկար չենք իմանար, կսկսենք խեղճանալ եւ հետ քաշվել։ Ասելով մարդիկ ինչ կմտածեն իմ մասիս, ինչ կմտածեն իմ մասիս, եթե արդարություն ունեմ, այնպիսի իրավիճակի մեջ, որ աշխարհը սովոր չէ այդ արդարությունը տեսնելու։ Ինչ կսեն, եթե ինձ խեղճացնեն եւ ես ներեմ։ Անգերց լանկներս մեզի հետ, որտեղ Աստված մեր սիրտը գիտե։ Քանի անգամներ եղած է, որ մենք բախարագած ենք իմ իրական մարդկերը։ Բայց դերը ողորմած է, դեր ուշ ուտա։ Քանի որ մենք գիտենք, եւ Աստված եւս գիտե, որ մենք այս մարմնի մեջ տգար ենք։ Ադոր համար Հիսուս Քրիստոսին ղրգած է, որ մեր մեղքերը խաչապայտի վրա առնելով, մեր ներկա աբակա եւ անցյալի մեղքերը վերառնի։ Ուրեմն սիրելի քույրեր եղբայրներ, մենք համագարկված կյանք պետք է ունենանք։ Առավել եւս երբ որ մարդիկ նայում են մեզ, մեր տարաբանքների մեջ, թե աշխատանքում, թե շրջապատի մեջ, թե մեր ընտանիքի մեջ։ Միայն Հիսուսին նայելով է, որ քրիստոնյաները կարող են դիմակայել անարդար չարչարանքներին։ Սա է ուզում ասել Պետրոսը։ Եվ այս հատվածում Պետրոս առաքյալը խոսի Հիսուս Քրիստոսի չարչարանքների երկու առանձնահատկությունների մասին, որոնք կօգնեն չարչարանքի մեջ ճիշտ վերաբերմունք ունենալ, ճիշտ վարվել։ Առաջին առանձնահատկությունը Քրիստոսի չարչարանքի այս է, որ Հիսուս չարչարվելով լավագույն օրինակը տվեց։ Եվ այս միտքը կտեսնենք 21-23 համարների մեջ։ Եթե նայենք 21-րդ համարի վերջում, գսե Քրիստոսն է ձեզ համար չարչարվեց եւ ձեզ օրինակ տվեց։ Երբ որ գսե Քրիստոսն է, ինչ կդարձեք, արդյոք մեզի հույս չի դար։ Հույսը չէ, որ մենք մինակ չենք։ Մեզ մե առաջ ինչ որ մեկը արդեն անցած է այս տարաբանքի ճամփան եւ մեզ մե ավելի դժվար ճամփա է անցել։ Չեմ կարծել մեզ մե ինչ որ մեկը գրնա նույն տարաբանքներով անցնել։ Եվ հավատացյալներուս ասի հույս կուտա, որ մեկը գա այդ ճամփով անցած, անարդարացի օրեն չարչարված, պատճառ չուներ, որ Հիսուս Քրիստոսը արժանի էր այդ բադիժին, ո՞րն էր իր մեղքը, որ ասած էր ես Աստված եմ։ Սուտ կսեր, ոչ։ Բայց կգարտանք Ուգասյանդանի մեջ, որ նախանցից տրտված քահանայապետերը եւ ժողովրդի մեծերը որոշեցին սպանել նրան։ Նախանցից տրտված։ Հիսուս մեղք չուներ։ Եվ ինքը, երբ որ իրեն մեղադրում են, ասում են ցույց տվեք իմ մեղքը։ Չկա պատճառ։ Ասում են արահույում է։ Ինչ եմ արահույում, որ ես Աստված եմ։ Հիսուս պատճառ չուներ, բայց անցավ այդ ճանապարհը եւ կատարյալ կերպով։ Ոստ ինքը միակն է, որը կրնանք նայել եւ իր հետքերով ընթանալ, ինչպես կսե Աստծո խոսքը։ Իր հետքերով ընթանալ։ Հիսուս չարչարվեց մեղավորների համար, մեզ համար, իմ եւ քո համար։ Ինքը արժանի չէր։ Եվ Եբրայեցիս 2:10 երբ որ կգարտանք կսեն, որովհետեւ պետք է որ նա իր համար է, որի համար է ամեն բան եւ որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով սահմանված էր, պետք էր այդ չարչարանքի միջոցով մենք պիտի երթայինք դեպի փառքի, դեպի փրկության առաջնորդություն Հիսուս Քրիստոսի չարչարանքի միջոցով։ Եթե չլար, մենք փրկություն չէինք ունենար։ Եբրայեցիս 5:8-9 նորեն գսե, թեև որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց եւ կատարյալ դառնալով բոլոր իրեն հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Չարչարանքներից հնազանդություն սովորեց եւ կատարյալ դառնալով։ Հիմա ուսացուն դարձնենք, սա չի նշանակի, որ Հիսուս կատարյալ չէր, կամ սորվելու բան ուներ։ Ոչ։ Կատարյալ, այսինքն ամբողջացրեց, ամբողջական օրինակ եւ կատարյալ օրինակ եղավ այն մարդոց
շարունակությունը գսե ովքեր որ իրեն պիտի հնազանդվին, որոնց համար փրկության պատճառ եղավ։ Այս նկատի ուներ, որ ինքը կատարյալ է մեզ համար։ Մատթեոս 10:21-24 գսե եղբորը մանվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն եւ կսպանեն նրանց, եւ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեն։ Խոստացված է, Հիսուսն ասում է։ Սակայն ով մինչև վերջ համբերի նա կփրկվի, երբ ձեզ այս քաղաքում հալածեն դեպի մեկ ուրիշը փախեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի, մինչև մարդու որդու գալուստը։ Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան իր տիրոջից։ Ինչքան փախնենք, տառապանքը չի վերջանար։ Եվ Հիսուսը ասաց. քանի քաղաք կուզեք կացեք, չեք հասցնել։ Անարդար տառապանքը սիրելի եղբայրներ Քրիստոսի փառքի ճամփան էր։ Եվ այդ ճամփան, տառապանքի ճամփան մեր փառքի ճամփան է նույնպես։ Երբ որ գսե օրինակ եղավ, օրինակ թողեց։ Օրինակ բառը նոր գդագարանի մեջ մեր ոսկը գտնենք։ Ուպոգրամոս բառը մեկ անգամ կրկնված եւ ոսկ։ Կնշանակե քրության օրինակի, որի հետքերով անցնելով կարող ենք նույն բանը ստանալ ինչ օրինակն է։ Որովհետեւ ավելի հասկանալ լինի մեզի, գիտենք բստիկները որ գրել կսորվին, նշումներ կան որ դարերու վրայով կանցնին։ Եթե ճիշտ նույն ձևով անցնես, գեղեցիկ նույն դարը կստանաս։ Օրինակ, ուպոգրամոս բառը սա նշանակի։ Բնօրինակ, որ վրա գրնաս հատիկ, ինչպես որ գծված է ընթանալ։ Եվ ադոն համար գսե իր հետքերով ընթանանք։ Հետքեր, քայլեր, պատկերացրեք կեցածը լանք Հիսուս Քրիստոսի ետևը եւ ինչ քայլ գնեմ, ուր որ գնեմ, նույն տեղը մենք պիտի լինենք։ Այդ դեպքում ինչ կլա։ Մենք չենք երևի Հիսուս Քրիստոս երևի միայն։ Եվ այս օրինակը իր դարաբանքով թողեց։ Իր դարաբանքի օրինակը մեր կյանքի օրինակն է։ Մեր կյանքի համար օրինակ է։ Ուրիշ աճ ու ցախ նայելու կարիք չունենք։ Փառքի ճանապարհը, ինչպես ասի, արդարության ճանապարհն է։ Եվ արդարության ճանապարհը այս անարդար աշխարհում անարդարացի օրեն տարապելն է։ Կգնեմ, արդարության ճանապարհը այս անարդար աշխարհում անարդարացի օրեն տարապելն է։ Բայց այն օրինակը որն է։ Ինչ օրինակ ցկեց Հիսուս։ Ինչ ոտնահետքեր ցկեց Հիսուս, որում պետք է դերինք քայլ առ քայլ։ Եվ այդ օրինակը այստեղ ցույց կտա մեզ երկու օրինակ կտեսնենք։ Առաջինը դարաբանքի մեջ Հիսուս մեղ չկորզեց։ Մեղ չկորզեց, որ շատ հաճախ մեր դեպքում չէ։ Մեծ ամասամբ մեր դեպքում չէ։ 22 համար է գսեն, նա մեղ չկորզեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Հիսուս բոլոր տեսանկյուններով անմեղ էր։ Առանց մեղ կորզելու դարաբեց եւ անգամ դարաբանքի ընթացքին է մեղ չկորզեց։ Եվ Պետրոսը սա ասում է, որպեսզի դարաբող հավատացյալները զգուշ լինեն, որ մեղ չկորզեն։ Սա զգուշության համար է, օրինակի համար է։ Եվ եթե դարաբանք կա կամ հալածանք կա, պետք է առանց մեղքի լինի։ Եվ որտեղից վերցրեց Պետրոս այս խոսքը։ Նա մեղ չկորզեց։ Եսայի մարգարեն արդեն մարգարեացել է։ Եսայի մարգարեություն 53:9 գսե. Նրա քերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ հարուստի հետ։ Թեև նա բռնություն չէր արել, եւ նրա բերանում խաբեություն չկար։ Տեսակ մեղ կա այստեղ թե չէ, որը սա մեղ չկորզեց։ Բառացի օրեն չի կա։ Թարգմանություններ կան, որ գսեն բռնություն չկար։ Բռնություն փոխարեն մենք կրնանք տնել այն բառը, որ Պետրոս առաքյալ թարգմանած է մեղ չկար։ Շատ թարգմանություններ 5 դագարանեն թարգմանած են անօրինություն չկար։ Եվ եթե ցերկովը գա արևմտայեն քրկերը կտեսնենք, որ գրված է անօրինություն չկար։ Եվ Պետրոս առաքյալը Սուրբ Հոգու են ներշնչված Հարացի չի դեղատրեց ինչ որ գրված էր, այլ գրեց մեղ չկործեց եւ սխալ չէ։ Քանի որ անօրինություն չկործել կամ բռնություն չգործել Աստծո դեմ նշանակում է մեղ չկործել, որտեղ յուրաքանչյուր բռնություն ոչ թե ֆիզիկական, այլ հոգեվոր բռնություն, որ Աստծո կամքին հագարակ է դա մեղք է։
Ադուր համար Պետրոսը որոշեց գրել, մեղք չգործեց։ Եվ դա ճշմարիտ է։ Եվ առաջին Պետրոսի մեջ նորեն Պետրոսը խոսած է ասելով, որ անպից եւ անարդար, անպից եւ անարատ լինելու մասին։ Այսինքն նշում չի գա մեջը, որ գրնանք մեղադրել Հիսուս Քրիստոսին։ Անպից գետը չի գա։ Եվ հետո շարունակի գսելով ներկություն չգտնվեց նրա բերանում։ Արդյոք գարիք կար ավելի մանրամասնելու, եթե սա նա մեղք չգործեց։ Ըստ մեզի ոչ, գարիք չկար շարունակելու իր բերանում ներկություն չգտնվեց։ Բայց ինչու համար օգտագործեց այս բառը ևս։ Քանի որ մենք գիտենք, որ երբ որ մեղք կա մեր սրտի մեջ, առաջինը բերանեն դուրս գելն է։ Այս ասելով հաստատեց Հիսուս Քրիստոսի անմեղը լալը։ Հալելույա։ Եվ բացի անմեղը լալը, ցույց տվեց Հիսուս Քրիստոսի գադարյալ լալը։ Կամ որ Հակոբոս 3:2 եթե գարտանք, գսե որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, ինչ ասում, նա գադարյալ մարդ է, որ կարողանում էր ամբողջ մարմինը սանձահատել։ Այո, Հիսուս Քրիստոս գադարյալ մարդ էր եւ գադարյալ Աստված։ Մենք չենք հասկանում ինչպես, բայց դա ճշմարտությունն է եւ պիտի հավատանք։ Հալելույա։ Երկրորդ օրինակը, որ ցկեց, բացի այն որ մեղք չգործեց, համբերադար գտնվեց։ 23-րդ համար, երբ որ նայենք, կսե նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արտար դատավորին։ Երբ նախատվում էր, ուրիշներ ինչ ասես ասում էին իրեն, բայց ինքը լուր համբերում էր։ Եվ նորեն վերցված է Եսայի մարգարեությունը։ Եսայի մարգարեություն 53-7-րդ համարը գսեն, նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը։ Ինչպես մի գար, որ մորթվելու է տարվում, եւ մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ Շատ տեսած ենք ոչխարը ինչպես կմորթվի։ Ոչխարի պես գսենք, հա։ Կքաշես, սա ինչի աներ, վիսին գծրես։ Լուր ու մունջ, խոսելու տեղ չունի։ Եվ նույնպես այս վատ օրինակը Հիսուս Քրիստոս իր վրա վերցուց։ Մորթվեց ոչխարի պես։ Ինչ որ գսեին, կհամբերեր։ Անարգեցին։ Մեղադրեցին, որ խռովարար է։ Խաբեբա անվանեցին։ Մեղադրեցին Թեբերի իշխան Բելզեբուբի հետ շփում ունենալու մեջ։ Եվ դատապարտեցին, որպես Աստծո դեմ հայոյով։ Եվ ովքեր են սա։ Երկրի մեծեր եւ ազդեցիկ մարդկանց կողմեն եղավ սա։ Ինչպես եղավ, բացահայտ կերպով, որ ամբողջ մարդկությունը տեսնեն։ Ինչու են, որպես իրեն գերներեն, օդարացնեն իրեն։ Եվ ամենասուր եւ խիստ եկնանքներով։ Եվ ինչ որ մեծ վրա գաստեր, մեր զգացողության վրա գաստեր, Հիսուս Քրիստոսը ստացավ։ Դարավեց, բայց երբ որ գնախատեր, չեր նախաներ։ Նա չանարգեց իրեն նախադողներին, բայց խնդրեց, որ արդարությունը իրականացվի։ Ինչպես պահանջեց, որ եթե չարիք կա, չարիք է ասել կամ չարիք է արել, վկայի նա չարիքի մասին, բայց չշարունակեց։ Այսինքն այո պատասխան ուզեց։ Եւ մենք որպես քրիստոնյաներ շատ հազար կմտածենք, որ եթե մեզի կչարչարեն, եթե մեզ ինչ-որ դժվար դրության մեջ կդեն, մենք իրավունք չունենք պատասխան ստանալ։ Ունենք։ Քրիստոնյա չի նշանակեր թույլ մարդ կամ մեղկալի մարդ։ Ոչ։ Քրիստոնյան Աստծո շնորհքով լեցված մարդ է, որ իմաստություն պետք է ունենա յուրաքանչյուր բարակայի մեջ ճիշտ որոշումներ կայացնելու։ Եվ այդ իրավիճակեն օգուտ կապել Աստծո փառքի համար։ Եվ Քրիստոս եթե չներ սա, միգուցե ամենավերջում հարյուրապետը չսեր իրապես Աստծո որդի մեր։ Մենք ոչ թե այս բայի համար պիտի մտածենք, այլ հետագայի համար։ Եվ Քրիստոս եթե չի համբերեր այս չարչարանքներու մեջ, եթե մեղք կործեր, չէր կարող մեղավորների փրկությունը տալ։ Քանի որ եթե գսենք փրկության նոխազը պետք է առանց հիվանդության ընտան, առանց խնդրի պետք է լինի։ Եվ Քրիստոս այսպես մեղք չկործեց եւ համբերեց։ Եվ ինքը չսպառնաց,
չարչարվելիս չի սպառնում։ Ինչ կնշանակի չսպառնած, այսինքն չսավ ես հիմա ձեր վրա 12 լեգիոն պիտի գրգեմ, ոչնչացնեմ։ Պետրոսին ալ սավ, երբ որ ագան չգդրեց հարավերի ծառային։ Սա ինչ կգարձ, չես կարծել ես հիմա, եթե ուզեմ մեկ վարգյանի մեջ երկինքեն հրեշտակներու բանակ իջեցնեմ, այդ սա քրված է ադորամար բերքի։ Եվ երբ քահանայապետի ձերերի կողմից ապստամբում էր, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չես լսում, թե քո դեմ որքան բաներ են վկայում»։ Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Հարցերու չպատասխանեց ընդհանրապես։ Երբ որ պետք էր միայն այդ ժամանակ խոսեց, քանի որ Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր խոսքը իմաստ ուներ եւ ճիշտ տեղին էր։ Ինչու էր Հիսուս լռում։ Ամեն մեկս հարց կգնանք տալ։ Ինչու լռեց Հիսուս։ Ինչու լռեմ ես։ Հիսուս լռեց, քանի գնազանդվեր։ Ես պետք է լռեմ, քանի որ գնազանդվի։ Ղուկաս 22:42 գսե. Հայ, եթե կամենում ես այս բաժակը, հեռացրու ինձանից։ Սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Այս բաժակը շատ դառը լեցված բաժակ էր։ Բաժակ, այսինքն բաժին։ Եթե գուզես այս բաժինը ինձանից հեռացու, բայց իմ գամքը ստող չի լայել քո գամքը։ Հնազանդության կատարյալ օրինակը։ Մեր դարաբանքի հիմքում էլ ընկած է հնազանդությունը։ Եվ մարդիկ ինչքան փորձին Հիսուսին իր կերպարեն դուրս անել չի կարողացան։ Եվ երբեք չսպառնաց ընդհանրակը, եղբայրն շեշտեց, աղոթեց իրենց համար խաչի վրա ասելով. «Հայր, ների նրանց»։ Հայր, ների նրանց։ Մենք գնենք այս բանը թե ոչ։ Եվ ինչպես է Հիսուսը կարողանում այս ամեն ինչին դիմակայել։ Պատկերացրեք այդ հարվածները փոքուտեր, որ մարմինեն գաշին դուրս կհաներ։ Եսայի մարգարեությունը գսեն նայելու վիճակ չի գար նրան։ Ֆիլմը, որ տեսած ենք, դա շատ փոքր ներկայացված է։ Իրականության մեջ անջանաչելի է Հիսուսի դեմքը։ Ինչպես դիմացավ։ Երբ որ մեզի մեր ոչին կտրտնան, մեկ անգամ են աշխարհը շուր գնան։ Ասենք դու ով ես, որ ինձ իբան ասես։ Բայց Հիսուս Քրիստոսը այդպես չրավ։ Հիսուս Քրիստոսը մինչև վերջին բահը ինչը սա։ Հայր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում ոգիս։ Քրիստոս Հիսուս կրծավ դիմանալ, քանի որ Աստծո ձեռքերի մեջ հանձնած էր իր ոգին։ Եվ Պետրոսն նույն բանը գսեն, այն հանձնվեց արդար դատավորի։ Աստված արդարությունը պիտի ընե, հրած է, և տեր պիտի ընե։ Երբ որ ժողովողը նայինք շատ խոսաստույթի մասին, չարագործներ և ամպարիչներ և արդարներ, և ժողովողը Սողոմոնը գսեն, գիտեն, որ արդարությունը ժամանակին պիտի կա։ Կրնալալ հիմա ամպարիչները փարգավաճին, կրնալալ հաչոքվին, բայց Սաղմոս 73-ի մեջ Ասափը գսեն նրանց գործանումը կոլորշի պես է, երազի պես է, մեկ վարգյանի մեջ։ Գիտեր, որ Աստված արդարություն պիտի ըներ։ Եվ իր մեջ պետք էր, որ ինքը այս չարչարանքը դրեր։ Նպատակը այն էր, որ մեզի փրկեն։ Մենք որու գնայինք մեր կյանքի մեջ, ինչպես կվերապերվենք այս անարդար չարչարանքներուն, արդարության մեջ հալածվելուն, որու գնայինք, ինչ կմտածենք, կվահատվենք, կհանձնվենք, կդրվենք մեղքին, թե գնայինք Հիսուս Քրիստոսի չարչարանքի օրինակին։ Ամեն մեկուս համար հարցումն է, որ ասքի հետո մտածենք եւ ամեն օր մտածենք, ամեն բարակայի մեջ ես հիմա ինչ պետք է ինեմ, Հիսուս ինչ հրա։ Երկրորդ առանձնահատկությունը Հիսուս Քրիստոսի չարչարանքի սա էր, որ Հիսուս չարչարվելով մեղավորի գադարյալ փոխարինողը դարձավ։ Նյութը, որ անբաժան է քրիստոնյա կյանքին, որովհետև ինքը փրկության սա էր, փոխանորդական զոհը։ Պետրոսը գսե, նա մեր մեղքերը իր մարմնով խաչապայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալու արդարության համար ապրենք։
դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Մեղավորի կատարյալ փոխարինողն էր։ Իմ եւ քո տեղը վերցնելով մեզ փոխարինեց։ Այս վարդապետությունը փրկագնության հիմքն է, ինչպես եւ չպետք է մոռանանք սրա մասին։ Պատկերացրեք, որ ամեն մեկը խաչի վրա դելանք, բայց մեկ հոգի միջոցով ինքս որ մեղք մտավ։ Մեկ հոգի միջոցով փրկություն եղավ։ Հալելույա, ամեն։ Եվ սա փոխանորդական զոհի հաստատությունն է։ Երկրորդ Կորինթացիս 5:21 գսե, որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որովհետև մենք նրանով Աստծո արդարները լինենք։ Հիմա շատ անհավատներ, որ չեն հասկանալ, թե Հիսուս Քրիստոս մեղավոր չէ, երբեք մեզ այս համարը լսելով գնան հարց տալ։ Ինչ կնշանակի մեղավոր արեց կամ մեղավոր հրավ։ Արդյոք Հիսուս մեղավոր էր։ Սա կնշանակի, որ Հիսուս մեղավորի պես սերվեց, համարվեց ինչպես մեղավոր, Աստված Հիսուսի հետ վարվեց ինչպես մեղավորի հետ կվարվեր, լքվելու պատճառներ, ամբողջ մարդկության մեղքը վրան էր, և Աստծո հայացքը մեղքին հնարավոր չէ։ Հիսուս սրա համար պատրաստ էր։ Գաղատացիս 3:13 Քրիստոս մեզ օրենքի անեծքից փրկագնեց, մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, որ կախվում է փայտից կամ խաչից։ Ամենաամոթալի մահը փայտի վրա կախվելը։ Անիծյալ է, ով կախվի, անեծք դարձավ մեզ համար։ Եվ որ գսե փրկագնեց, այսինքն քին վճարեց։ Եվ 5 դագանենք իրենք պատմություն, եթե ստրուկ պետք է ազատեին, պետք է քին վճարեին։ Եվ մեր ստրկությունի ազատվելու քինը Հիսուս Քրիստոսի արյունն էր, Հիսուս Քրիստոսի դարավանքն էր, Հիսուս Քրիստոսի մահը եւ չի մոռանանք հարությունը։ Եվ Հիսուս այս ամենը ինքնագամ վրա, գամավոր գերբով վրա, հայրենի մեջ բառ մգավոր բացակայած է, չի գա թարգմանություն, ոչ մեկ թարգմանության մեջ չի գա, ցավոք սրտի։ Գսե նա ինքն իրենով մեր մեղքերը վերցրեց։ Այսինքն մեկը իրեն չսավ ինչն է։ Եվ ինքը մեկումը չսավ ինչն է։ Ինքը ըրավ։ Ինքը ուզեց, ինքը որոշեց եւ ինքը սիրեց։ Մեր դերը կամավոր կերպով Տերը այքայլին դնեց։ Ուղղակի նահատակ չէր, կամ սուպեր հերոս չէր, Power Ranger չէր։ Կան նահատակներ, որոնք որ օրինակ են մեզի համար, ինչպես Ստեփանոսը, մնացած առաքյալները։ Բայց նրանցից ոչ մեկը երբեք առանց մեղք չէր։ Բոլորը մեղավոր էին։ Ադուր համար մեր հույսը չենք կնար տնել Լևոնի վրա, չենք կնար տնել Ստեփանոսի վրա, չենք կնար որևէ մեկի վրա տնել։ Անկամ այն մարդուն, որ ոսկե գնայք նկարոզեն։ Բոլորս պիտի նայենք Հիսուս Քրիստոսին։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Ինչու գսեմ այս, ինչու մեջ բերեց այս հատվածը, որ մենք պատկերացնենք Հիսուս Քրիստոս ինչ ցավ վերցրեց, ինչ լուծ վերցրեց իր ուսերում վրա։ Այնպիսի լուծում է, որ ամբողջ ստեղծագործությունը կհառաչեր ադու պատճառով, մեղք։ Եվ սա արա, որտեղ մեզ սիրում էր։ Հիսուս պատիժը գրեց մեղքի համար։ Եվ հիանալի ճշմարտություն, որ չէր ճանաչում մեղքը մեզի համար մեղավոր, պես համարվեց։ Բայց ուշացնում դարձնենք նպատակի համար։ Ինչու համար, այսպես եղավ։ Ուղղակի չրավ։ Հիսուս Քրիստոս խաչի վրա չի մահացավ, որովհետեւ մենք ուղղակի երկինք երթանք կամ խաղաղություն ունենանք, այլ ավելի կարևոր բանի համար, որ մենք մեղքի համար մեռնենք։ Ադուր համար մահացավ։ Եվ ապրենք արդարության համար։ Այսպես ըրավ, որպեսզի մեղավորը արդար դարձնե, այսպես ըրավ, որպեսզի մեզ փոխե, նորոգե եւ նոր մարդ մտածնե, ով որ կհեռանա մեղքին եւ այլևս մեղք չի սիրեր։ Եվ այլևս մեղքի գործ չի ունենար։ Հռոմեացիս 6-7 եւ մնացած գրուպները որ կարդանք, Հռոմեացիս նամակը ընդհանրապես, եթե շարժում դարձնենք խորությամբ, հիանալի կերպով ցույց կտա փրկականություն եւ ինչեն ազատված ենք մենք եւ ինչ պետք է ունենք։ Միայն հատվածը կուզեմ ընթերցել Հռոմեացիս 6:6-11։ Իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց,
որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, որովհետև ով մեռնում է, ինչ է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առնելով այլևս չի մեռնում։ Մահը նրա վրա այլևս չի իշխում, որովհետև նա, որ մեռավ մեղքի համար, մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծո համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք։ Իսկ Աստծո համար կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ 18-րդ համար գսե, ուրեմն մեղքից ազատվելով ծառա դարձաք արդարությանը։ Ծառա սխալ բառ է։ Ստրուկ դարձաք արդարությանը։ Ստրուկ իր կամքը չունի։ Ծառան որոշ չափով ունի իր հնարավորությունները։ Բայց ստրուկը չունի։ Մեղքի կին արդեն վճարված է։ Եվ կարիք ունենք բժշկության, հոգևոր բժշկության։ Ֆիզիկականի մասին չեմ խոսի, թեև որ դրա կարիքներ ունենք հաճախ։ Բայց Քրիստոսի մեծագույն նպատակը ոչ թե մեզ խաղացում տալն է հանգստություն, առողջություն, այլ հոգևոր բժշկություն։ Մենք մեռած էինք։ Եվ հետո կշարունակե գսե, մոլորված վեշխարներու պես էինք, ովքեր որ չենք գիտեր ուր պիտի այն ինչ պիտի նային։ Սուրտ բաներով կհավատային, հեթանոսության կհավատային, գրակ կբաշխտեին, գող կբաշխտեին, արև կբաշխտեին։ Բայց Քրիստոս խաչապայտի վրա ելնելով ինչ եղավ, մեզի ուր դարձուց։ Գսե մեր հոգիների հովին ու տեսուչին։ Հիսուսն է բարի հովիվը։ Եվ հովիվը գիտի իր ոչխարներին։ Իսկ իր ոչխարները կճանչնան իր ցայնը եւ կհնազանդվեն։ Սիրելի քույրեր, Հիսուս Քրիստոսի ջախջախված մարմինը, տարաբանքը մեր տարաբանքի մեջ օրինակ պետք է լինի։ Ուստի պետք է հիշենք, որ կանչված ենք չարչարվելով, տարբերակ չունենք։ Եվ եթե կչարչարվենք այդ տարաբանքի մեջ Հիսուսի ոտնահետքերին հետևենք, ինչպես որ ինքը լավ, եւ ինչ լավ, մեղք չգործեց, համբերեց։ Եվ իր այս տարաբանքով մեզ իբրկա գնեց։ Եվ մեզ դարձուց տեղ մեր հոր, որը հետ մենք հարաբերություն չունենք։ Գիտեք ինչու գրնանք Հիսուսին հետևել միայն։ Կամ որ Հիսուս հարություն արավ։ Մեր ողնաշարն է հարությունը։ Քրիստոնեության ողնաշարն է, որի վրա հիմք կդնենք։ Հարությունը ապացուցեց Հիսուս Քրիստոսի խոսքերի ճշմարտությունը։ Հարությունը ապացուցեց Հիսուս Քրիստոսի Աստված ըլլալը։ Հարությունը ապացուցեց այս խոսքի ճշմարիտ ըլլալը։ Եվ եթե գսեն Հիսուս Քրիստոսին նայեցեք, ուրեմն Հիսուս Քրիստոսին նայեցեք, քան որ ինքը կենդանի է։ Ամեն։ Եվ մենք կենդանի Աստծո կենդանանք։ Թող Տերը օրհնի մեզ։ Եվ ինչպես Հայտնություն 12-11 գսեն, եւ նրանք հաղթեցին նրան սատանան, գարան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Այս ամենը հնարավոր է լինել, եթե մեր կյանքը չսիրենք, քան որ եթե մեր կյանքը սիրենք, տարաբանքի ժամանակ լուրջ չենք վերաբերվի, մեղք կգործենք։ Մենք մեր մասին մտածենք, բայց մենք այս երկրի վրա ենք, որբեսի Աստծո անունը փոխանցենք։ Եվ այս ամեն խոսքերի սկիզբը Պետրոսը սկսավ ասելով, որբեսի ծեր բարի գործերը տեսնելով հարավորեն Հորը, որ երկրում է։ Հավիտյանս հավիտենից։ Աղոթենք։ Մեր սիրելի Հայրը, կպաշտենք, կփառավորենք քո սուրբ անունը։ Շնորհակալ ենք քո որդու անարատ արյան համար։ Շնորհակալ ենք քո որդու թափած ամեն մի կաթիլ արյան համար, որ այսօր մենք կանգնած ենք համարձակությամբ քո գահի առջև։ Շնորհած գահի առջև, որ շնորհք եւ ողորմություն կա։ Ների մեզ Հայր, որ մենք հաճախ տարաբանքի մեջ տրվում ենք մեղքին։ Ողորմիր եւ մեզ զորացրու, որպեսզի հետևելով քո քայլերին Հիսուս Քրիստոս հարավորենք Հորը, որ երկնքում է։
ողորմիր ամեն մեկիս։ Շնորհակալ ենք, որ սիրում ես մեզ։ Եվ օգնիր, որ սիրենք քեզ մեր կյանքից առավել։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։